Երեխեք էսիով կբռնի։ Երեխեք էսիով կբռնի։ Մերսի շատ։ Գործի վերաբերյալ որևէ բան չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ սա ամբողջովին ապօրինի ճիշտ ասած չեմ կարող այս մարդկանց գործողությունները, քայլերը գուշակել, բայց իրենցից ամեն ինչ հնարավոր է։ Չեմ կարող ասել։ Ենթադրել շատ բան կարող եմ ենթադրել, բայց ինչի համար են կանչել, մինչև նա ես չհասկացա։ Եկեղեցին լռեցնել, վախեցնել, բռնաճնշումներ, ուրիշ ոչ մի բան։ Եպիսկոպոսաճյուղի մասով ինչ կարող եք ասել։ Այդպես մեկնաբանել օրենսդրանքը։ Դա ժամանակը դիմանա, չգիտեմ, բան չեմ կարող ասել։ Խափանամիջոց սահմանել է սրբազան։ Այս բանի վերաբերյալ որևէ բան չեմ կարող ասել։ Իսկ կարգալուծության հետ կապված մի հարց կա, տեսակետ, որ եպիսկոպոսաց ժողովը դիտվել է հարցը եւ ոչ թե հոգեվոր գործի քննարկման թեմադառնալ կամ դեպի միանձնյա որոշման եպիսկոպոսական։ Հիմա տեսակետը ինչ տեսակի մարդիկ, ովքեր ինչի չեն հասկանում խոսում են։ Մայրաթորը, հենց հոգեվորականներն են ասում, ոչ թե օրինակ։ Մայրաթորը որևէ մի հակականոնական քայլ չի կատարել։ Եպիսկոպոսի կարգալուծություն մայրաթոր ասելով նկատի ունենք Գերագույն եպիսկոպոսը եւ Դարբար Հայրապետը։ Հակականոնական որևէ գործողություն չեն արել։ Իսկ ովքեր որ ասում են հակականական, թող մեկ փաստակ դրեն։ Հաստատելի, որ վերջին եպիսկոպոսները, որոնք կարգալուծ են հռչակվել, եպիսկոպոսական ժողովով կամ եպիսկոպոսի գրավոր համաձայնությամբ իրենք սխում են։ Չէ, վերապարի Գերագույն եպիսկոպոսը առաջարկությունը տվել Դարբար Հայրապետին։ Եվ պատմական ակնարկով բազմաթիվ լեցուն դեպքերը կան, որոնք հրապարակվել են նաև։ Ունես եկան աննախադեպ է դարձի առաջին երկրի դատարանի տեխնիկի առաջնորդի եւ դեպքերի դրա համար էլ ասում ենք այս ամենը ապօրինություն է։ Ցանկացած մի գործ Հայաստանի Հանրապետություն եւ աշխարհում ուղղել որ լինի, պետք է այս ամենը դիտարկվի սահմանադրության լուսիներ։ Սահմանադրությունը ինչ ասում, մենք ճիշտ հակառակն կատարում։ Դրա համար էլ մենք ասում ենք ապօրինի է ասում։ Այս քայլերը ողջացնում են ձերքերի հոգեբանական։ Ընդհանրապես հակառակը ավելի է մարտական տրամադրված, մարտականը չափյացնում է։ Օրինակ, ես համար հասկանալ եմ, ես շուտ եմ դեպի այս գործի Ես հենց սկզբից ասեցի, ինչև այս բայը չգիտեմ ինչի անել։ Չէ,